we're back. Ամիշ սկսեց, որ Մաշան իմ ուսանողուհին էր։ Պատկերացնում ես։ Տենց խիստեր չէի սիրում իրան։ Չէի ուզում չամուսնանայր։ Իա։ Ինձ տոկի ապան։ Սենց համ մի հատ կգաս սենյակ առանձին խոսենք։ Իհա։ Տեսնում եմ երեխան չկա։ Քևին։ Cambio dolor։ Արի վաղինակ ասենք Սերգեյն էս։ Մի անգամ ես վաղինակ։ Ով է առաջինը զիջում։ Սկսվա։ Այսօր հենց այնպեսի հյուրերն են Նարեկ Մարգարյանը եւ Մաշա Գասպարյանը կամ Տեր եւ Տիկին Մարգարյանները։ Դե ոնց որ ինքը իր ազգանունն է, բայց չգիտեմ, կարանք այսօր parzենք այդ հանգամանքը, Այսօր ինչ փորձ ունես, դառնում է ինիցիալներով MM է իր դառնում, ավելի լավ է հնչում Մաշա Մարգարյան, չէ՞, sense, Բայց աղջիկները պատրաստ չեն լինում ազգանուն փոխելուն, է տղամարդիկ այդ պետք է հասկանան։ Հա, ընդ որում ոնց որ այն որ այն երկրներում, որ մենք համարում ենք ավելի առաջադեմ, ընդ փոխում են։ Հա։ Այնտեղս լրիվ հա, պետք է փոխեն, բայց ինչ պիտի անեն։ Քանի տարի է ամուսնացած եք։ 12 տարի չի համակերպում այդ մտքի հետ ինքը։ Ու չի հանձնվում։ Բայց շատ տարբեր մտքերի հետ համակերպվել է, հետևելով ձեր social կյանքին, Instagram-ին, այսինքն տարբեր հոլովակներում, նկարահանվել։ Ազգացնում որ ծեծելով են ինձ ռիլերում։ Քրիստինա Ագիլերայի համերգին։ Չէ, սիրում Ագիլերային, ինքը շատ ուժեղ զայն է, հա։ Տենց այսօրվա երկիշներից են որ ասենք top 5-ի մեջ հաստատ կմտնի որ ուզում էի տեսնել։ Ու լավ համերգեր, մենք միասին ուղղակի համերգ էինք։ Պարզվեց, հա։ Ու ինչ հենց այնպես պատմություններ եք առանձնացրել այսօր մեզ համար։ Հետաքրքիր է իմանալ ձեր դե մեր մոտ կյանքի հենց ընտանեկան բան ալնելու այսօր կոմոդ, այսօր կարող են շուտ Պայ Հերաչ Մուրադյանը մտնի, որովհետև տես լրիվ բան ալնել։ Ես արդեն եղել եմ իր մոտում մտածի։ Դենց որ հա, սաղ տենց պատմություններ են։ Ամիշ սկսեց, որ Մաշան իմ ուսանողուհին էր։ Պատկերացնում ես։ Ես մտալի սա սարան։ կոմենտները գնում է, չէ՞, ամեն անգամ հենց դրա մասին խոսում են, կոմենտները գնում։ Նստած էին, ուրեմն բայց ոնց տենց ինքը մի անգամից ինձ առանձնացավ էլի այդ բանի մեջ։ Հետո իդեպ սեպտեմբերոտ էր իշքան հիշում եմ, որ ինչ որ բան տնային աշխատանք տվեց, չեմ էլ հիշում ինչ էր, ու տես բոլորս եկան կարդում են բան են անում ինչ որ թղթից, իրա թուղթը ռոզովի էր։ Ասի ով է ռոզովի թուղթ ունենում вообще որտեղից են մարդիկ առնում ռոզովի թուղթ ցանկության դեպքում։ Օծանելիք ով։ Որտես մի անգամից մտավ այդպես։ Հա, օծանելիք է, գա։ Ինքը հոտով թուղթ էր հենց։ Հա, հոտով թուղթ էր։ Այդ որ դու ցեն չա։ Բլանդին կզակոնի պատվիրում չկա։ Հա, նու մի խոսքով տենց էր, հա։ Ես էլ իրան բան առաջի բաներից որ նվիրել եմ ռոզովի կլավիատուրա։ Hello Kitty։ Հա, Hello Kitty կլավիատուրա էր։ Ու տենց սկսեց էլի ամեն ինչ, հա, հետո տենց 2010 մոտս կուրսային գրեց ու ամուսնացան։ Ինից է ստասա։ Հա, բայց մոտս կուրսային գրեցիր։ Հետո դիպլոմային։ Հետո դիպլոմային էլ, հա, բայց այդ կուրսայինից ոնց որ սկսեց մեր։ Բայց ինչի հենց իր մոտ գրեցի, ինչից սկսեց, որ ես հիվանդացել էի ու չէի գնում դասի, գնացի տեսա, սաղ վերցրել են իմ ուզած դասախոսներին ու թեմաները։ Այն լավ դասախոսներ։ Նարեկ դու գիտեիր ես։ Պատմել է, հա, պատմել է ինձ։ Ու ստիպված։ Չուզենալով։ Չէ, դե նայ, տղա դասախոսը Բրյուսում ջեկպոտ է, որովհետև հաստատ խիստ չի լինելու, տենց էին էլ իրանք մտածում։ Հա, բայց մենք ունենք տղա դասախոսներ ու այնքան հավես էր իրանց դասերը։ Ոչ մի բան չեն անել, էլի գալու են նստեն հավայի զրուցել։ Իսկ ինքը սենց ու մեկ էլ ես, որ եկավ սկսեցի պահանջել։ Շատ խիստ է։ Սկսեցին անգլերեն խոսալ, զատո մաքուր անգլերեն խոսալ։ Մեկ ուշանում էր չէր թողնում դասի մտնելու, հա, տենց խիստեր չէի սիրում իրան։ Ու բայց ստիպված իրա մոտ վերցրեցի կուրսայինը։ Խստությունը սիրեցիր էլի։ Չէ, հակառակը։ Բայց ես չգիտեի ինքը ինձ հավանել է այդ ժամանակվանից, որովհետև բոլորին հարց էինք բոլորս տալիս, ինձ ասում էր դու մնա քոնը վերջում կբացատրեմ։ Որովհետև դու իմ մոտ կուրսային էի, էդի չէ, էդի դրա տակին է։ Էդի հա, օրգանիկ էր տենց ստացվում։ Ու տենց ամուսնացանք, ինչ որ տենց չամուսնացանք 3 տարի հետո ամուսնացանք։ Դա նորմալ է։ 3 ամիս, որտեվ Բրյուսովում երբեմն
Լում էր սենց խոսակցություն, ասենք դե քանի որ մենակ տղան ես լում կուրսում, ուզում լսում ես, չէ՞ խոսակցությունը։ Ինչ որ աղջիկ, ինչ որ ընկերուհիներին ասում է, վայ, այսօր մի հատ տղա մոտեցավ բանման։ Մեկը ուղիղ մի շաբաթ հետո, ու ես չեմ չափազանցնում մի շաբաթ հետո, լսում ես որ նշանվել են։ Հա, ու մի ամիս հետո էլ ամուսնացել են։ Թե ով է առաջինը ասել ես քեզ սիրում եմ եւ այլն, այդ հետո կպարզենք, մենք ունենք նման խաղեր, բայց վստահ եմ այս 12-ամյա ձեր համատեղ կյանքի ընթացքում շատ ծիծաղալու էպիկ Ինձ տոկի ապահում ես, այսօր դու բան couples counseling ես անում, զույգերի։ Գոյս ինձանից իրական։ Այսօր որ հղի էր, լսել, էսի լավն է, որ հղի էր։ Տենց այդ 8-րդ թոտ ամիսն ավ մոտավորապես ես էլ ինչ-որ մեքենայի ծախում, որ նոր մեքենա առնեի ու գնացել էի ավտոշուկա։ Ու դες ավտոշուկայում ինչ-որ միտեղ sense վատ կանգնացրել եմ ավտոն, դες ման եմ գալիս բանման, ու մեկի զանգում ասում է Նարեկ, ոնց որ թե երեխան ծնվում է։ Ու ես դες sense թողում եմ, վազում եմ, ու ավտոնը չես գտնում, որտեղ sense միանման sense տեղեր այդ ավտոշուկան Ոչմ գալիս եմ այն պահին, որ վրես ակտ են գրում, ասած գայշնիկը կանգնած է, բացել է, որ սխալ եմ կանգնել, դե ոնց կարաս պետք է կանգնես, ինքն է ակտ է գրում։ Ես այն շնչակտուր գալիս եմ, ասում եմ, ինչ ուզում ես գրի, բայց հենց հիմա պետք է գնամ, երեխես ծնվում է։ Էսի ասում եմ, հա լավ, բան, ասես նստի։ Ոչ մի ակտ չեմ գրում, հա չի գրում, ասես նստում եմ, ասես ինչքան խախտումներ անելով, ասես գալիս եմ, հասնում եմ տուն, մտնում եմ տնամ, ասես նստած Ինչ էր ուտում։ Հացավ, բա չենք վազում։ Հա, չի ասում, դա ուղղակի ինձ թվաց։ Իսկ երբ արդեն երեխան իսկապես ծնվում էր, Ես հիվանդանոցում էի այդ ժամանակ, ուղղակի պարկած էի, մի ամիս հիվանդանոցում։ Զանգեց ասես ծնվում է։ Բայց դու հետո տարար հիվանդանոց։ Ես մամայիս հետ հիվանդանոցում էի։ Ավելի օրգանիկ էր այդ մասը ոնց որ չէ։ Հա, ես քեզ չեմ տեսել, որ հետո արդեն ծնվել Որովհետև էր պարզեց պետք է գնամ էս առնեմ բան։ Հա, տենց ինչ որ բաներ եղան։ Հարսանիքի սկսած էր, հա, տենց։ Հարսանիքի, նախ մեր հարսանիքը սենց 13 թվականն էր ու մենք որոշել էինք միքս անենք, այն ժամանակ ընդունված չէր, էլի այդ ժամանակակից բաները, այդ զուռնադհոլ վիճակներն էր, մենք որոշել էինք ինքը մարիաչիներ էր բերել մեր պատուանի տակ, բայց ինչ որ ավանդական բաներ կար, որ տենց ծնողները որոշել էին պահեինք ու չգիտեմ, ինչ որ տենց ձև կա, որ Նարեկը մի օր առաջ իր պապայի հետ գնում է սրահից իմ շորը վերցնում է, այդ սենց փակած բանով, պատյանով Ես էլ եմ ավանդապաշտ։ Վերում է մեր տուն ու տենց կախում ենք, այդ պատյանուն ինքը, չենք բացում։ Հաջորդ օրը ես գնում եմ մաս, մեյքափ ու արդեն իրանք զանգում ասում են, մենք գալիս ենք, այդ մարիաչիները եկել են, երգում են, ինձ շորն են օգնում, որ հագնեմ, բարձում այդ հետևի կորսետի թելը չկա այդ շորի։ Ես էլ ասում եմ, ասում եմ ինչ որ մաս չկա։ Ասում եմ, օքեյ, դե մի ակի այդ մասը։ Ասում եմ, չէ, դա ինձ մասը որ չես կարա, նիսուշի բալկանա էլի այդ շորի։ Ասում եմ, հիմա ինչ անենք։ Ասում եմ, դե պետք է կոմի 10-ից բերեն երրորդ մաս։ Այդ բանը հարսի պես արշակունյացնես են սաղ քանդած է։ Չգիտեմ ինչ ենք անում, տղեկից մեկը գնում է որ այդ շնուրոկը, հա, պաստորեն բերի հասցնի, ու այդ դասկից մարիաչիների ռեպերտուարն է մաքսիմում 3 երգեր էլ այդպես մոտավորապես, ու մենք այնտեղ կանգնած են սաղ շենքը զբաղացնում ենք, այն me gusta tocar guitarra, me gusta cantar, այդ ամեն ինչով բանով, այդպես երրորդ մասով։ Ինչ որ երգեր արդեն մի քանի անգամ հասած գնաց։ Ու սենց ինչքան է պատմենք, ինձ թվում է այդքան ծիծաղալու չի, ինչքան այդ պահը, որ ես սենց պանիկայի մեջ սենց պահել եմ ընկնում ա շորս, տունը սենց լիքը մարդ է, ու ինքը ասում է կաղա ինչ որ մեկը իջնի մեզ վերև բարձրացնի, ասում եմ չեմ կարող, ես մերկ կանգնած եմ։ Ուրիշ բոթասից շնորհակով բանով։ Վայ, պատկերացնում որքան լարված ես, եղել է թիմը է։ Հիշում, չէ։ Դե հա, տենց մեր մոտ միշտ։ Բա զուռնադհոլը ճիշտ է, էլի։ Հա, զատո չարը խափանեցինք բանում, դա ես կարդացի լավ նշան է։ Հենց մտնում էինք զալ, ավանդապաշտ է մանեն։ Կարիճ տեսա, չէ, կարիճ տեսա, sense բաներեցի, հետո կարդացի, դա լավ է։ Չգիտեմ, դա լավ է։
Արի։ Իրոք բացահայտումների օրը ես նոր եմ լսում։ Հա, դե մի խոսք Սատկացրեցի, կարևորը։ Ոչ հումանիտար մոտեցում էր, բայց ինչ արած, հա։ Գարիկին ասենք չնայես հաղորդումը։ Պաստորեն շատ արդեն էպիկ սկսել էր ձեր կյանքը համատեղ։ Ընթացքում շատ եք ճանապարհորդում ես նկատում եմ։ Անգլերեն ենք դե բնականաբար խոսում, բայց Իսպանիայում Նարեկը նաև իսպաներեն էր խոսում ու ես նյարդայնանում էի, որ ես չեմ հասկանում, ու Բարսելոնայում, իդեպ Մադրիդում բոլորը անգլերեն հասկանում էին եւ խոսում էին, իսկ Բարսելոնայում նյարդայնանում էի, որ տպարություն իրանք հասկանում են, բայց չեն ուզում խոսալ։ Սկզբունքային են։ Ու հենց դրանից էին նյարդայնանում, ինչի Մադրիդում, մայրաքաղաքում կարող են խոսալ, այստեղ չէ։ Գնացինք ամերիկյան ցանցեր Five Guys, եթե չեմ սխալվում։ Բուրգերնով։ Ասի ես գիտեմ, որ տենց policy կա, որ իրավունք չունեն, եթե ամերիկյան ցանց է, աշխատողը պարտավոր է խոսի անպայման անգլերեն ու ասում եմ արգելում եմ քեզ, դու իսպաներեն խոսես։ Մենք մտնում ենք, խոսում ենք ոչ միայն անգլերեն, այլ խոսում ենք սենց շատ ամերիկացու ակցենտով անգլերեն ու Նարեկը մի հատ նենց լավ south ակցենտ ունի։ Տեխասցու ակցենտ։ Որ խոսում է։ Well, I like some of those burgers, and you put a bunch of fries on it, and we'll take a couple of sodas with that to go. Ինչպես բանը բացառված է Իսպանիայում կոտրված իրան։ Ու արանքում դες որ բացում է, ինչպես ֆրազաներ է, իհա, բանսս բանը։ Բացանում է։ Սմարտիկա։ Ասես լուրջ նավեն դե ջուր բան էլի։ Անասուն տեխասցի է եկել։ Ոտես շփատվեր ընդունում են բան, դες մի կերպ հասկանալով, ու սենց անդադս Տոկի մեջ ենք բանը բանը կա։ Խնդրում դու ոնց արել ես, տենց պատ որ վեր էիր թռնում տեղիցը, դու ասում ես Is my order ready? Yeah, how about that orders that coming? Because we're starving here, you know. I like them fries, red bite American fries. Ու տենց անդադ տարբեր ակցենտներ ենք փորձում։ Ինչ որ դիտեմ մտնում ակցենտ ձայներկություններ իր տեղից տոննանում, ես տենց ուղղակի դելս է կայֆը հանում է։ Այն որ ստե չես կարող ես որ քիչ թե շատ ճանաչում են, այնտեղ որ ոչ ոք չի ճանաչում։ Ինքը Միջև վերջ չի ավարտում, որ ես լեզուները գիտեմ։ Իտալիայում մարդկանց հետ խոսում էի, դու բան ես Duolingo-ով եմ տենց ինչ որ բզբզացել, մտել ենք մի հատ խանութ, ինքը մի 40 րոպե շորա փորձում, ես այդ խանութի մի հատ կին էր, մաքուր հետը խոսում եմ, ասում եմ որ Duolingo-ով եմ սովորել բան, ինքն ռազդիվալկայից կոմենտներ անում, էլի դες մի երկու բառ անգլերեն եմ ասում, ահա, դες չգիտես, բան։ Բայց այդ ընթացքում արագ ես էլի բացում այդ մարդը։ Չէ, իսկականից շատ արագ է սովորում լեզուներ, բայց շատ ծիծաղալու է, որ մենք պետք է գնանք ինչ-որ երկիր, ինքը մի շաբաթ առաջ սկսում է Duolingo այդ լեզուն սովորել։ Ասենք ֆրանսերեն է ինչ-որ մեկը Մենակ Գերմանիայում էր որ դու ես շեֆը, որ ես գերմաներեն մենակ Einsteigen bitte, մենակ այդ նորմալ բառեր ես հիմա ասում։ Կարամ թողնեմ։ YouTube-ը չի պագի։ Այն ինչ կամպրոմատ ունես։ Դու ես անդադ բողոքում ինչ մտել ենք, հեսա կոմենտներով կգան իմ հետևորդները կգրեն։ Օ, տեսնենք ով ավելի։ Հիմա ինքը ունի հետևորդ, լսի, հիմա կինս բանա, coming out արել որպես հայտնի բլոգեր ու ինչքան բան են ուղարկում տուն բլոգերներին։ Օրինակ ինձ դրա 10%-ը չեն ուղարկել այսքան տարվա մեջ, ինչ-որ կինիներ, բան Սենց անդադ տունը քաղցրավենիք կա, ես ես ստիպված ուտում եմ որ կա։ Չէ, չաղանում եմ։ Սենց ես ինձ տենց եմ կոնտրոլի առնում, չեմ առնում, չկա, չեմ ուտում, նորմալ է։ Տենց երեխեքին են անում, մեծ մարդիկ, ոնց որ կարողանում են։ Ես ստեղծագործող։ Ինձ մոտ դետոքս ինչ որ ընկերություն հիմա քեզ սոկեր կուղարկի։ Դետոքս ընկերություններ։ Հյութեր ուղարկեք Նարեկի։ Հա, ոչ ոք այս բլոգերները տենց ամեն ինչը ստանում են, շարում են, բան նկարում են։ Բայց հեշտ է համաձայնում նկարահանվել COVID-ը։ Նախ սկզբում ընդհանրապես ես նենց էի անում, որ ինքը չերևար, որովհետև չէի ուզում ինձ ասոցացնեին Նարեկի հետ, այսինքն չէի թաքցնում, որ ամուսնացած եմ։ Չէի ուզում չամուսնանալ։ Դե որ չասեին, ամուսնով վեր-վերա թռնում։ Իսկ հետո որ տեսա թրենդային այդ զույգերի նկարահանումները, բայց շատ ծանր է տանում։ Այդ ամեն ինչի այդ կողքիցն է շատ խնդալու, ես դրա համար եմ էլի բանում։ Այնպես ինչ-որ ձեռները բռնած, բայց մեկը էդի նկարում է, չէ՞, ասենց որ գնում են, որ ուտելիք շարում են, պասի, պետք է նկարենք էսի։ Ու ասենց ինչ-որ էս բանը, օքեյ, կարանք ուտենք արդեն, բան։ Ես այդ բաները ավոր չեմ սիրում, բայց
Դա ոնց որ տես մասնագիտական է, էլի պետք է անես, հա։ Օրինակ բոլոր բլոգերները ունեն ամանորյա ֆոտոշուտ, իմում ես ու երեխեն ենք, ինքը չկա, որովհետև ինքը չի սիրում։ Որովհետև դու ուզում ես այն նույն շոյից, ես չեմ սիրում, որ նույն շոյից են հագնում, դա շատ կրինջ է։ Չեմ ասում նույնից, ասում եմ նույն Չէ, դու ասում ես նույնից։ գունային Դու ասում ես այսպես հիմա բան անում։ Ոչ, նույն գունային ոճի։ Հիմա օքեյ, ես Ընտանեկան լուսանկարներ դուք լավ եք անում, էլի հանգստի վայրերից, բան այդ հատուկ ստուդիաներում այդքան էլ։ Ես էլ coming out անեմ մի հատ ուրիշ պատմությունով, այս մատանին մի անգամ կորցնում եմ։ Ու գիտեմ ինչքան ծանր է ինքը դա տանելու։ Ու շուտ ջիմում եմ կորցնում, բան ասես խնդրում ենք, ասես բասեինով, բանով, տակով սաղ նայում են։ Ինքը գիտի ես պատմությունը։ Post factum, հա։ Գնում եմ ոչ իմ տունը սաղ, ասես տակնի վրա եմ անում, ոչ իմ Բայց ինչ չի ասում այդ սաղը։ Գոյություն չունի այդ բանը, այդ մատանի, ես էլ երբեք չեմ հանում։ Այսինքն միակ ձևը դից երևի լողալուց մտածի կարանգած լինի։ Ասում եմ, օքեյ, հիշում եմ, որ ոսկու շուկայում ինչ որ մի բան կա, դա նշանակում է 1800 հատ էլ այդ բանից կա։ Գնում եմ ոսկու շուկա, որ ձև չէ, էլի սրա ճիշտ կրկնօրինակը չունի։ Դու մի ասա փոխվել է ինչ որ այդպես բան, չկա, в общем, սաղ ոսկու շուկանեմ անեմ գալիս, դաժե նմանը չկա, ու դες արդեն մի 3-4 օր անցել է, դες ասում եմ դե լավ, հիմա դե ինչքան կարելի է խոսալուց սենց խոսալ բան, ինչ որ սենց սպայել ձեռը։ Ասի в общем, դες մոտենամ ասեմ Բայց ոնց ասեցիր։ Հավաքվում եմ, բան ասում եմ, պետք է խոսանք, բան մենակ։ Չէ, մենք երեխու հետ սենց նստած TV ենք նայում, սենց համ մի հատ կգա սենյակ առանձին խոսենք։ Ու սենց Նամուզնը պագավարի։ Մոտալին չկա։ Սովորաբար մենք տենց եթե նենց բանա առանց երեխայի պետքա խոսենք, սպասում ենք քնում ա տենց եթե մենք միշտ երեքով ենք այսպես ասած, էլի մտածի շատ վատ բան է, էլի որ հրատապ է ու չենք կարա սպասենք քնի։ Ու ասեց մատանիս եմ կորցրել ու սենց նենց սենց շունչ քաշեցի Հատուկ ես արել ավելի վատ իրավիճակ ներկայացրել։ Այդպես մա մարկը գտել է նոր դիվանի հետևից։ Լավ լուրջ։ Հա, տղես գտել էր պաստորեն։ Դե անկումջով շատ այդպես բոցեր են ելնում, հիմնականում ամենախնդալում երբ որ մեզ հրավիրում են ամերիկյան դեսպանատունը միշտ բան է անում իրանց անկախության օրվա առիթով Տենց բոլորին շատ խառը սաստավներ հրավիրում ա ու մեզ էլ ու մեկը գնում ես ու սաղ պերսոնաժները հավաքված են էլի ում վրա վերջի մի քանի տարին բացվել ենք բան ու մեկ էս գարիս ենք այն ժամանակ մի հատ տենց բան ունենք պերսոնաժ կար Դավիթ Լոքյան տես մինիստր կար մենք իրան միշտ վամպիրի հետ ենք Նոսֆերատուի հետ ենք հավեմատում ու բանը ասես եկավ ասես ձեռս ասես բռնեց ասես սխմոց ինքն ասես թափով ասես համերը ասես ջարդում ա էլի ասում բան ին վրա բանը կանում ու մեզ շատ էր հասնում որ բոլորն են նախարարությունում դայում որտեվ Տես ներքին կատակներ, որ մենք հայլիները փակում ենք բան, ինչ որ sense վամպիրական թեմայով, ինքը ծանր էր տարել էլի ահագին։ Չէ, բայց շատ հումորով ինձ թվում է մոտեցավ։ Քո ձեռը չէր ջարդում։ Դե բայց ինձ պատտվեց ասма ճիշտն ասեք, ես նման եմ վամպիրի, որ ծերամուսին։ Այ բայց շատ լավ է, չէ՞, տատեկված։ Ինձ ասма, որ ինձ տենց ասոցացնում է, տես ծիծաղած բա։ Դե չի կար ասեի նման եք, ձեն չանեցի, որ չստեմ։ Մի անգամ Լոս Անջելեսում ենք ու գնացել էինք մեր ընկերները մեզ հրավիրել էին ջազ կլուբ, որը տենց ինչ-որ այդ բլենդել բան բավականին շատ հեռու ինչ-որ մի հատ ուրիշ տեղ էր էլի, որը տենց вообще չես ակնկալում ինչ-որ sense հայ, հանդիպել ու sense նստած ենք, մեկ էլ էս մատուցողը գալիս է ինչ-որ շամպայնով, ասում է ձեզ շամպայն են ուղարկել, ասում ենք ով, էս մատուցողը sense մի քիչ լարվեց, ասում է I think it's someone named Super Circle Զարմացանք, որտեղ հենց այդ բաներ են, որ այդ կոմիտասի մասին բան եղել էր, ու տես մեկը դրանք սուպեր սակոն, ասես բարևեցինք, բան տես նորմալ շփվեցինք։ Դուք սուպեր սակոյի մասին խոսել էիք առում։ Հա, հենց պատկերացրեք այդ խոսակցությունից մի ամիս հետո էր, էլի մոտավորապես։ Բայց նա շատ էս բան adekvat շփվեցինք, բան, ասես, հա, ինքս գնաց ու տես մի ժամ հետո մտնում է Will Smith-ի տղեն ու Kendall Jenner-ը իրար հետ Չէ, առանձին չու։ Առանց չէ, իրար հետ մտան, մի բանով մտան ու մենք նստացենք ու ասում եմ ինչ լավ անեկդոտի սկիզբ է, մի օր սուպեր սակոն Will Smith-ի տղեն։ Kendall Jenner-ը։ Բան դες բաներ դե շուշ տալնում։ Ամերիկայում է, կստացի, այդ անոնիմությունը որ կա, լավ օգտվում ենք դրանից, օրինակ Սիրոգի հետ որոշել ենք, որ 10 օր մենք ընդեր էինք, Սիրոգի հետ որոշել ենք, որ էլ երբեք մենք մեր հյուրանոցի նախաճաշից չենք ուտելու, մի անգամ կերանք, անդադ նույնն էր, մի անգամ, երկու անգամ կերանք,
ու բան ամեն առավոտ հելնում ենք Յանի վազելու ու սա շորտիկով բանով մտնում ենք ուրիշ հյուրանոցներ շատ վստահ գաղտնիքը է դա reception-ի աշխատեն շատ վստահ նայում ենք ասում ենք and we're back ու գնում ենք breakfast-ի ու ոչ ոքի մտքով չանցավ մի հատ ասի դուք вообще հյուրանոցից եք ամեն անգամ օրը մի հյուրանոց գնում ենք նախաճաշ ենք անում ոչ մի բան, հա, իսկ Երևանում էլ, պրոստը կարևորը վստահությունն է, ու մեկը շատ հավատալու էր, որ տենց շորտիկով եկանք, դե ով է գիշեր տենց մտնի չէ, լավավորի ու այդ մենք էինք, հա, այնտեղ լրիվ այդ բաները չարաշահում։ Սենյակի համար չէիք ասում։ Դա Չէ, ոչ մի բան չէին հարցնում։ Մենակ մի տեղ եղավ, որ պետք է լիֆտում ինչ որ քարտ դնել, որ իջներ, դա դուս եկանք, գնացինք ուրիշ հյուրանոց։ We're not. We're not big. Դա вообще գալիս է այդ sense։ Աստի ճանապարհ պրոգրեսը գալիս է բռնում ամես։ Ես իհարկե Սերգեյից նեղացած եմ, որ ինքը չի եկել։ Ուզում է իրան ընդհանրապես չտենք, ես։ Սերգեյ նեղացած է։ Կարանք իր վաղինակ կոդավորված։ Վաղինակ ասենք Սերգեյին։ Մի անգամ ես վաղինակ ստենդափ եմ տանում։ Ես ո վաղինակի հետ էլի շատ ծիծաղալու դեպքեր կան։ Հա, շատ մենք Ձեզ չեն ծեծել։ Իա։ Դե ուզեցել եմ, նես չի որ չեն ուզեցել առնվազն։ Ինձ թվում է։ Հա։ Չի եղել, բայց տենց դե։ Դենս կոնֆլիկտային ինչ-որ բայր եղել է, մանավանդ տենց սկզբի շրջանում, որ տենց են, որ ոչ ոք չգիտեր սրանք ով են, բայց ինչ-որ տենց նագլի են իրանց պահում։ Հա, այդ ժամանակ տենց դեպքեր էլ մեր։ Ես ու վաղինակ։ Ես շատ խնդալու եմ։ Ես ու վաղինակը գնում ենք Ծովագյուղ, որ Ծովագյուղը ինչով էր հայտնի, որ այնտեղ Երևանցոց լավ տպում են, ասես զարգում են, ու մենք գնում ենք Ծովագյուղ ռեպորտաժ նկարելու ու բանը, հենց գուբկա ենք լիք առնում, ասես գուբկայով ասես փաթաթվում ենք, ասես սաղ մարմնի մասերը սկոչով գուբկայով, հա, դա կա YouTube-ում։ Ու այնքան լավն ա եղել, երկու մասանի այդ ռեպորտաժը, կասկա ենք ասես հագնում, բան, ասես մտնում ենք Ծովագյուղի մեջտեղ, գյուղա մեջ մտնում ենք։ Ասում եք we're Ու սկսում ենք մարդկացել շփվել, հա։ Ու դա շատ դրական բան, դա հարցնում ենք, իսկ ո՞նց եք ծեծում, ինչ լավ Երևանցու ծեծելու ինչ հմտություններ կան, բան, դա նորմալ սեն շփվում ենք, ու ասես ոնց է սա օրը անցնում է, առանց ինչ-որ մի հատ պատահարի, դա տարօրինակ է, էլի, ասես դաժե խնդրվում ենք, որ մեզ ծեծեն, դա ինչ-որ բան չի լինում, բան, վերջը մի հատ տղա է ասում է դե գնանք ինչ-որ միտեղ տես նստենք, հաց ուտենք, խմենք, բան, գնում ենք, նստում ենք, խմել մմել այդ սաղելում է, ու սեն շուր կենաց ասում, ու կատակով սենց խպում է վաղինակի գլխին, ինքն է շլեմով է, միջև այդ են շինարարների, ու խպում է ինքն է սենց թարս է հակած լնում, այդ սենց այդ պլասմասից մասկա սենց տոլիս է կտին ու սենց սկսում է արունը գնալ, սենց ասին վերջին գուլմինացիան եղավ էլ, ինչ որ մեկը պետի ծեց ուտեր Ծովագյուղում, Վաղինակ։ հա, այդ բարեբախտաբար ես չի, ամենահավես պատմությունը եղավ, երբ որ ես ու վաղինակը Ինչ լավ հիշում ես ակտիվ այդ վաղինակ շեշ։ Դե հիմա քանի որ Կոնանը էլի ակտուալ է, Կոնան Օբրայենը էլի Օսկարներ վարում, մենք էլ գնացել ենք իր շոուին հյուր։ Բայց էսի sense ուզում եմ պատմել, որ քեզ նաև լիքը սելեբրիթիներ այս հաղորդումն եմ, դու մեծ սաղ լսեմ, էլի։ Վերջում նկարեցինք բրծանք բան, արդեն ասես պետք է գնանք, այնտեղ տենց մի հատ արցանիկ կար իրա դրած, ոնց որ մեր շփումը այդ արցանիկից էր սկսվել, էլի, ոնց որ իրա հետ, ու ասեցինք իրա հետ նկարվենք այդ արցանիկի հետ, ոչմ կանգնեցինք ու մեր հետ այնտեղ հայրից մեկը ասես նկարեց ու Կոնանին հրաժեշտ տվեցինք, ինքը գնաց, ոչմ փոխվելու գնա տուն։ Հիմա վերցնում եմ, որ այդ նկարը նայեմ, սենց սխում եմ ու էդի այն վիդեոներից այն որ ահա, լավ եղավ։ Ու անջատվում է այդտեղ, էլի պատկերացրեցի։ Ինձ թվաց այդ արձանիկը ինչ-որ գերբնական ուժ ունի, որ չի եղել։ Այն որ բանի տեղը ռեկ են սխմել, էլի ֆոտոյի տեղը։ Այդ վերջին մի վարքյանն է, օր իմ ասես բան եք անում, մի հատ նկարել չունեցանք, էլի։ Բանից էս մանթավիճակ, ոնց պրոդյուսերներից մեկը ասեց, հələ կգնամ, եթե չի գնացել, բան կանեմ։ Ու մարդը փոխվեց, այն վերևից իջավ, եկավ հասավ, մի հատ է նկարվեց, մի հատ էլ նայեց, որ սաղ վիդեո բան ամեն ինչ օքեյ ստացվել է ու գնաց, այդպես համեստ տղա է։ Վաու։ Իսկ մեր մոտ ոչ բոլորը այդպես կանեին։ Հա, հաստատ։ Ով չեր անի։ Լիքը մարդ։ Թե երեխու հետ կապված է մի հատ ինչ-որ պատմություն ունեք։ Բարի։ Մարգարյան ինչ խնդալու բա։ Որը։ Արի։ Համել պապայի կողմից կլինի, էլի։ Արի։ Մարկ, լսում ենք։ Ուրեմն մի օր չեմ հիշում ուր ենք գնացել, ցենց գնում ենք պապայի հետևից, ուրիշ երկրում։ Մեկ էլ պապան սխալ է գնում, մենք էլ իր հետևից գնում ենք։ Հետո հասկանում ենք, որ սխալ է, ու տենց ոբշե մեկից հարցնում ենք,
նստում ենք տաքսի ու Պապան գնում է, դու գնում եք։ Բայց այդ ճիշտ է։ Պապայի հետևից է գնում։ Մենք ուր գնում ենք, Նարեկը չգիտեմ ինչի, սենց առաջ անգնում, ինչ որ նավիգացիա միացնում, մենք սենց ռելաքս մոդի մեջ ենք ես ու Մարկը, ինքը սենց խառնված աջ ձախ, բան պետքա հասցնենք, ուղակի չկորցնենք, էլի իրան։ Տենց Կահիրեում ես ուղակի մեքենայի տակ ընկա, որտեղ Իսկական է։ Ես խնդալու եմ։ հասանք Սվինքսի մոտ ու մեզ ընդեղ Սվինքսի դեմը լիմիթի ժամանակ են տալի, ընդեղ երթևեկությունը ահա որ է։ Մեզ լիմիթի ժամանակ են տալիս, որ պտտվեք այդ տուրի մեջ է, էլի, ու հետ գանք այս ժամին պետքա մեզ տանեն դեպի օդանավական, որովհետև Շարմ էլ Շեյխից Թրելին Կահիրե ու նույն օրը հետ էին գնալու։ Ու սենց երեխեն ասում է, ես զուգարան եմ ուզում, Նարեկը բարկանում է այդ պահին, որ հենց հիմա դու պետքա զուգար ուզես, սենց վերցնում է երախու թևից ու գնում է, որ սենց մանգան ու հեռախոս կապ չկա մեր մոտ, որ կորցնենք, իրար չենք գտնի զուտ, էլի։ Ու սենց գնում է, չի պտտվում, էլի, մոռացել է, որ ես իրանց հետ եմ մի բան, ու սենց գնում է, սենց իրանց հետևից ուղակի վազում եմ շոկը, սենց 50 աստիճան է, ինքը սենց երեխուն քաշա տալիս, ու սենց թեքահարթակներ կան, չգիտեմ ոնց իմ ոտքը սղում է, որտեղ սենց ուղակի վազում եմ, որ հասնեմ իրանց հետևից ու երեխուն ինքը քաշում է, այս դրանից լարվել եմ, որ երեխուն քաշում է, ու սենց այդ թեքահարթակից ոտքը սղում է, ես ընկնում եմ, ու սենց մի հատ ավտո գայս ինձ խփում է ու գնում է ուղակի։ Ու սենց մարդիկ շարունակում են, սենց բնականon շարունակում են, էլի, սենց ռուս զույգ է կանգնում, չէ, ինձ տենց բան չի նում, ավելի շատ սենց կպավ ոտքից, ցավ տվեց իրականում, բայց սենց լուրջ բան չկա։ Ու իմ մոտ շոկ էր, որ սենց նայում եմ կողքերս, Նարեկը вообще չի պտտվում նայի, ու մնացած մարդիկ է օքեյ են լրիվ, ու ես ավտոյի տակ եմ ընկել, ու իրան գնում են իրան գտնում են զուգարան, չգիտեմ, ես ընդեղ եմ հələ, մի հատ ռուս զույգ է ինձ մոտենում, այսինքն միակ մարդիկ, ում համար նորմալ չէր, որ ես ավտոյի տակ եմ ընկել, մոտենում են սենց, ասում են ինչով օգնենք, բան տեսնում են լավ եմ գնում են, Նարեկը գալիս է, ասում դե գնացինք, ասում եմ չեմ կարող քայլեմ, ասում եմ ինչի, ասում եմ ավտոյի տակ եմ ընկել։ Դու հետս բացրպեպսի։ Տխուր է բայց։ Բա իրական Մարկը վախեցավ, գրկեց ինձ լաց եղավ, բան։ Բայց մենք Եգիպտոսում կորել էինք Մարկի հետ այդ պատմում։ Այդ շատ ծիծաղալ է։ Մարկ դու պատմի է։ Ուրեմն ասենց բան է, մենք մի հատ գեղեցիկ պատմի, որ նավով ուր էինք գնացել տեղից սկսի։ Մենք նավով գնացել էինք, այտենց ձկների էինք նավում։ Սուզվելու։ Սուզվում էինք, այտենց կղզիներ էինք գնում։ Մեկ էլ ես ու պապան այտենց լողում ենք հլը։ Տեղյակ չենք, вообще նավը գնացել է, մնացել է։ Մենք լողում ենք, մեկ էլ նկատում ենք, ասում ենք, վայ, այս նավը չկա։ Հա, ու ես պատմեմ նավի ներսից։ Նավը գնում է, տենց բա, բայց ժամով հələ մեր ժամը չէր էլի, հա։ Ու դե սկսում ենք լալ մարդն էս մեր նավն է, պապ, ասում եմ, դե դժվար մեր նավը էլի, մեր նավը չէր գնա առանց մեզ, մաշան է նավի վրա։ Ու լողալով հասնում ենք դե նույն նավերից է, բան ջոկ մենք չէ, դա հենց մեր նավն էր։ Սենց գնացել է, ասի, ուպս, ասի, դե արի բարձրանանք կողքի նավի վրա։ Բարձանում ենք կողքի նավի վրա, մեկը տենում ենք այն մեր նավը սենց ռազմարոտ անում, հա, ու գալիս է մաշան սենց կայնած այնտեղ, ման, եգիպտացիների նրա մայրում է, ման, զադնիով սենց եկավ մտավ մեր նավը, որ մեզ վերցնի։ Նավը, ես ընդհանրապես ես այդ ջուրը չեմ մտնում, չեմ լողում, շատ սիրում եմ ծովային հանգիստ, բայց սիրում եմ պարկեմ ու իրանք ջրից դուրս չեն գալի ու էդ է իմ հանգիստը, որ իրանք ջրից դուրս չեն գալիս։ Ես մի հատ գիրք եմ ու գնացել ենք ես այդ նավի վրա, այսի ձեզ կսպասեմ, դուք սուզվեք ու լսում եմ, որ բղավում են, եկեք բոլորը դեպի նավ, ես նավի երկրորդ հարկում եմ, մտածում եմ, թե բոլորը գալիս են, ուրեմն եւս երկու հոգի գալիս են նավ, չեմ պատկերացնում, իրանք այնքան հեռու են գնացել, որ մոռացել են, ու նավը գնում է, ես իջնում եմ, որ սրբիչով երեխուն վերցնեմ, տեսնում եմ երեխան չկա։ Քևին, բարձրացել եմ վերև, ասում եմ իմ ամուսինն ու երեխան չկան։ Ասում եմ ես հեսա կապ կտամ, իրանք հաջորդ նավով կգան։ Ասում եմ չէ, ու ինքն են հենց վատ անգլերեն է խոսում։
ասում եմ հնարավոր չի, իմ երեխան կմրսի մինչև գա։ Ես պետք է իրան սրբիչով պատատեմ։ Այ մամայա։ Որ ինքը հասնի, ասում է ես չեմ կարա պատտվեմ, դուք հասկանում եք ինչքան բենզին է։ Ասի ես ձեզ դատի կտամ։ Ասի ես թուղթ եմ ստորագրել, որ դուք մեր անվտանգության համար պատասխանատու եք, որ մեզ բերում եք սուզվելու, ես դատի եմ տալու ձեզ, որ իմ Մենակ հայ մամաներն են, որ Եգիպտոսում օգտագործում են կմրսի բառը։ Կմրսի։ Այդ աշխատես։ արաբերեն չգիտեմ ինչ էր ինձ ասում, բայց հաստատ լավ բաներ չէր ասում, պտտել է նավը, գնացել ենք, տեսա երեխան սենց խեղճ դեմքով, սենց վիժվշին արեկն է կողքը կանգնած, այդ կողքի նավի վրա իրանք ու մարտ ամիսներ էլ ինենց շատ շոկ ամիս։ Կմրսել էր։ Երեխան կմրսել։ Բայց պտտեցի նավը, ես իմ երեխային վերեցի, այն մյուս նավից թռավ հենց մեր նավը, սենց մոտեցրեց։ Աբարդաժանի։ Սիրելի երգ։ Ամենասիրելի։ If I Can Dream Elvis-ի։ Christina Aguilera, Save Me From Myself։ Սիրելի ֆիլմ։ Ոյ։ Big Fish, ով չի տեսել Big Fish-ը, նայեք։ Մայրիկ, ով չի տեսել, նայեք։ Ով չի տեսել, ով է։ Այդ ով է։ Սիրելի սերիալ։ Շատ բարդ բան է սա։ Երևի Office-ը, այտենց եթե սիտկոմների։ Office-ն էլ եմ Office-ը, Friends-ը, Seinfeld-ը, բայց ամենան իմ համար այն որ 15 անգամ, թե 14 անգամ նայել եմ Sex and the City-ն։ Որը էլի շատ լավն է, Շատ լավն է Sex and the City։ Ու մենք մեր սերիալը նկարեցինք այս տարի։ Օ, շնորհավոր։ Tech Startup։ Արդեն կարող ենք դիտել։ Մարտի 27-ից Wing Online կինոթատրոնում։ Անվճար գովաս։ Խնդրեմ, համեցեք։ Սիրելի հայ երգիչ ունեք։ Հայկո։ Արման Էլբերտը, Ժանոց ձայնով հայ երգիչ։ Սիրելի հայ երգչուհի։ Երևի Շուշան Պետրոսյան։ Դա միանամ։ Օ, առաջին celebrity crush-ը։ Enrique Iglesias։ Լուրջ։ Համոզում եմ գնանք ամերիկին չի գալի։ Ես դες կպատասխանեմ սենց։ Նորմալ է։ Cambio dolor a libertad։ Նատալիա։ Նատալիա Օրեյրոն։ Մարկը։ Բայց միլին, չէ։ Ինքը սաղ սիրում է։ Թե իրա զաստավք իր ֆանը։ Շատ կներես, բայց զաստավք։ Հենց միլի կերպարով։ Ուրիշ ոչ մի կերպարով իրան չտես։ Ինչ եք վերջինը փնտրել YouTube-ում։ YouTube-ում։ Minecraft, բայց այս հաստատ ես չեմ փնտրել։ Բայց ոնց եք նայում ինչն եք վերջին։ YouTube մտի Դե search։ չի գրում։ 40+-ից հետո ուղղակի։ Benny Hill-ի բիլիարդի սկեչը, որտեղ նրանք մարքետ բիլիարդ էին խաղում, այդ կլասիկ սկեչը երախան չէր տեսնում, որ փրշտում է բան, դա դրեցին այց։ Այ շատ հավես։ Իսկ ինչ եք փնտրել Google-ում։ Guy looking back meme։ Այդ մեմն է իմ անգալիս են տղեն, որ շուրա գալիս են ընկերուին նկատում։ Ես օծանելիք էի փնտրել, որ Նարեկից ուզեի մարտի 8-ին նվեր։ Ամենաշատը որ էմոջին եք օգտագործում։ Օ, ես սպիտակ սրտիկ եմ օգտագործում։ Հա, սպիտակ սրտիկ։ Ես երևի եմ ծիծաղացող էլ, այտենց ոչ մի իրական բան։ Հա։ Եվ վերջին ներբեռնած երգը։ Հիշում ես, մի հատ երգ կար։ Տափակ ռուսական պապսա էր, որը կոչվում էր Լիտյեց։ И лететь по белому свету։ Ուրեմն Անտոն Բիլայևը վերցրել այդ երգը ու սարքել է գժանոց երգ։ Ու այդ երգն էի բան արել, որովհետև sense լրիվ ուրիշ երգ է, ուրիշ տրամադրությունով բան է, Բիլայևի տարբերակը չեմ լսել։ Պրիմիտիվ պապսա երգը սարքել է գժանոց։ Թույն։ Ես չեմ ներբեռնում այտենց։ YouTube-ով ես լսում։ Okay, անցնում ենք առաջ եւ խաղում ենք թե-թե։ Մաշա, նրանցից միայն մեկին կարող ես այսուհետ հետևել Instagram-ում։ Զարա Ղազարյան թե Աստղիկ Ալավերդյան։ Երևի Զարա Ղազարյան։ Զարա Ղազարյան թե Հերմինե Ստեփանյան։ Զարային ավելի շատ եմ իր կոնտենտը գեներացնում։ Զարա Ղազարյան թե Սյունե Սևադա։ Եթե Instagram-ում Զարա Ղազարյան, Facebook-ում Սյունե Սևադա։ Հա, ստատուսները լավ։ Զարա թե Մերի Ներսիսյան։ Զարա Ղազարյան։ Զարա Ղազարյան թե Շաքե Հմայակյան։ Ահա, երևի Զարա։ Զարա թե Մարիաննա Վարդանյան։ Մարիաննա Վարդանյան։ Մարիաննա Վարդանյան թե Արուսիկ Տիգրանյան։ Մարիաննա Վարդանյան։ Եվ վերջին հարցը, Մարիաննա Վարդանյան թե Հեղնար Շալունց։
Հեղնար շալունց երևի ավելի շատ։ Հեղնարը հաղթեց։ Հա։ Նարեկ։ Давай։ Ինձ նենց է դակշի իմ մոտում ես։ Վաղինակի հետ վիճել եք։ Հա։ Եվ պետք է ընտրես նրանցից ում հետ այսուհետ կվարես Arm Comedy։ Օ, բարդ բան է, так։ Ժակ թե Էրիկ Անթարանյան։ Էրիկի։ Էրիկ թե Արման Մարգարյան։ Էրիկի։ Էրիկ Անթարանյան թե Հրաչ Մուրադյան։ Օ, Հրաչ Մուրադյան, ստե вообще մտածել եմ բան չթողի։ Հրաչ Մուրադյան թե Արսեն Գրիգորյան։ Արսենի հետ շատ խնդալու կստացվի, հա, Արսենի Arm հետ։ Comedy։ Արսեն Գրիգորյան թե Ռաֆայել Երանոսյան։ Կորդանակով մոր Ռաֆոյի հետ։ Ռաֆո թե Վիտամինի Տիկո։ Ռաֆո, Տիգրան Գևորգյան։ Ռաֆոյի հետ։ Ռաֆո թե Արամեն Պետրի։ Ռաֆոյի հետ։ Ռաֆո թե Գարիկ Պապոյան։ Գարիկի հետ։ Եվ վերջին հարցը՝ Գարիկ թե Ռոբ։ Ռոբի հետ։ Ընտանեկան պատմություններ։ Կարմիր Մաշանականաչը, Նարեկը եւ Պարզային։ Ով է առաջինը ասել ես քեզ սիրում եմ։ Ով է ավելի շատ հրահրում վեճերը։ Հա, խոստովանում եմ։ Ջոգիր։ Իսկ ով է առաջինը զիջում։ Սկսվա։ Ով է ավելի շատ խանդում։ 12 տարի անց խանդում եք։ Ես արդեն դες իներցիայով այս։ Լավ, իսկ ով է ավելի շատ խանդել։ Հա, դի հաստատ։ Հա։ Հիմա ոնց էր բան է, սիլը պրիվիլեջ։ Ով է ավելի համեղ պատրաստում։ Երեխան դպրոց գնում, հա։ Հա, երբ։ Ով է գնում ծնողական ժողովի։ Շնորհավոր։ Դե ինչ вообще տարօրինակ կլինի Հայաստանում, որ papan գնա։ Ոչ, ընդ բոլորը կանայք են։ Ահա, ով է ավելի պունկտուալ։ Արդեն բան։ Չէ, բայց ես էլ եմ պունկտուալ։ Որովհետև ես եմ։ Բայց սովորել ես Նարեկի հետ, թե մինչ այդ է։ Չէ, միշտ պունկտուալ եմ եղել, բայց շուտ էլ չեմ գնում։ Ուղղակի ինքը ժամանակից շուտ է գնում։ Կա ժամանակ, այդ ժամանակից ես կոմ։ Եթե ինձ ասում են 7-ից 7-ին եմ լինում, ինքը 6:30 օր։ Չէ։ Հա։ Սուտ։ Իսկ ով է ավելի հաճախ մոռանում ինչ որ բան անել։ Հա? Հա, ես Ոյ, հիմնականում տոմատիկ է։ Ես բանը նեմեց եմ։ Հասկացա։ Նկարներ են հայտնում ձեր գլխին։ 10 հարց, պատասխանը միայն այո, ոչ։ Այո, ոչ։ Տղամարդա, Ոչ, երգչուհի է, ոչ, հումորիստ է, ոչ, դերասանուհի է, ոչ, բլոգեր է, ոչ, հաղորդավարուհի է, ոչ, սկանդալային է, ոչ, Մնաց 3 հարցնարեք։ հայ է, գոնե հայ է։ Այ։ Շատ Քաղաքական խիստ գործիչ, չեն հա։ տա, Ոչ։ Քո մտահորիզոնը այդքանով սահմանափակվում է։ Հումորիստ։ Ոլորտը գտի։ Arm Comedy-ում երբևէ եղել է։ Չեմ կարող ասեմ։ Հաղորդումների ընթացքում To կարող the best of your memory։ Չէ, իմ հիշելով չէ։ Ինձ մնաց մի հարց, Դու բարդվեցի։ Հա։ Ալլա Պուգաչովան, հա։ Ու չոտկի ասել։ Ասացիր հայա, ասացի հա։ Հա, չէ, լավ, ուրեմն Կապի իրար։ դե вообще տարբերակ չթողեք, սա ոլորտները հանիկ։ Չկա Հայաստանում ինչ որ հայտնի շախմատիստ կամ ուրիշ ոլորտի Հայտնի շախմատիստ է։ Չէ։ Չէ, նայ, լավ, արդեն պարտվել ես, ավել լավ հանի նայ։ Okay։ Okay, դժվար է, դժվար։ Հա, դե մենք սիրում ենք դժվար ընտրել, որ դուք պատժվեք։ Հիմա ես եմ հարցել։ Տղայա։ Ոչ, Դերասանուհի է։ նաև, այո, Նաև։ Երգչուհի է համել։ ոչ, Որքան է տարօրինակ է ոչ։ Դե որ ասես նաև հայտնի է։ հա, Մենք ճանաչում ենք անձամբ։ Ես անձամբ ճանաչում եմ։ Դու ճանաչում ես, Անձամբ։ անձամբ, Բլոգերը։ այո, Բլոգեր դերասանուհի ես ճանաչում եմ։ Այն շոտ են իրանք։ Կարող է կյանքներ անեմ։ Այո, ոչ։ 4 հարց։ 4 հարց։ իրավունք ունես։ Լավ մտածի։
Ակինատորը արդեն ջոգել էր։ Իսկ մտերիմ եմ ես իր հետ։ Չէ։ Մտերիմ չեմ։ Սիթքոմներում է նկարվում։ Այո։ Խոճուճ մազեր ունի։ Մեկ խոճուճ աղջիկների են տես։ Եթե հարցնում ես տես Զավադսկոյի Նաստրոյկայով երևի չէ։ Բայց երբեմն խոճուճ է լալնում, հա։ Մարկը իրան սիրում է սիթքոմները։ Անի Լուպենը։ Չէ։ Լրացել է։ Այ Անի Լուպեն միանշանակ ասի խոճուճ է։ 10 հարցը լրացավ։ Всё, չկուշակեցի։ Քո տարբերակը։ Կարող ես տարբերակ հնչեցնել։ Մի րոպե, բայց իմ սաղ մտքում Անի Լուպեն էր, որ այդ սաղ դերասանուհի է, բլոգեր։ Չէ, չգիտեմ ով։ Դե հանի տես։ Երբ չեր տեսել։ Արուսն է, խոճուճ չի Արուսը։ Դե դրամա։ Ասած Զավադսկո։ Ասեցի։ Չէ, երևի։ Շատ հավես է, երկուսն էլ պատժվում եք։ Ինչ պետք է անենք։ Դուք ասեք, դու Մաշայի համար պետք է հորինես, Մաշան էլ Նարեկի։ Բանին զանգի, չէ, պարզապես մամային զանգի, ասա Մարկին մի շաբաթով կարամ ձեր։ Մեկը մի 4 երեխա ունես։ Հա, շատ լավ։ Զանգի։ Մի շաբաթ չի ավատա, բայց կարամ ասեմ վաղը կամ։ Չէ, 2 օրով։ հա, ասած գոնե, էլի, գոնե շաբաթ գիրակ։ Ասա թռնում ենք Սվերդլովսկ կամ։ Պետք է բարձրախոսով ասեմ։ Հա, բոնց։ Աննային եմ զանգում։ Անանով է։ 4 երեխաների մայր։ Բլոգեր։ Բայց լավ չի լսում։ Մոտ բայ միկրոֆոն։ Ան։ Հա, Բարև, ո՞նց ես։ լավ, դու ո՞նց ես։ Լավ։ Լսի, Նարեկի հետ շտապ 2 օրով պետքա տեղ մեկնենք։ Այո։ Մարկին պահող չունենք։ Ահա։ Նարեկը ասում է Աննան 4 երեխա ունի մեկը։ Մի երեխա ավել պակաս իրան չի խանգարի։ Զանգի իրան։ Տես կպահի Մարկին 2 Բայց օրը։ դրոշ եմ կարա ուղարկեմ։ Հա, մի ուղարկի։ Հա, Բայց- կլնի։ Իսկ եթե դպրոց գնալով լինի, ասենք ավտոբուսը գա վերցնի տանի իր դպրոց։ Իդեալական է ուրեմն, որ գա տանի, թող տանի, ավելի լավ։ Բայց տնայինները կանես հետը։ Հա, կանեմ։ Բայց հետո որ դրանից તો չուզենա գա քո հետ ապրի, ես մեղավոր չեմ։ Բայց պոպոկ չի ուտում։ Կասում ասա, որ պոպոկ չի ուտում, գիտի Աննա։ Գիտեմ, ամեն այդ տղանի շուրտուն։ Բայց որ գա ձեզանից քունի կապերից պահանջի բան, ես մեղավոր չեմ, տես։ Լավ։ Վերջում կայմ անել։ Համաձայն է 2 օր կարանք ուղարկենք Նարեկ։ Լավ, ապրես, հա։ Լավ։ Սուպեր adekvat էր։ Բրավո, այդպես ընկերուհիներ եմ ձեզ մաղթում։ Բոլորի։ Վաու։ Մարգան, Թողսերն է դե 2 օր ասպականի։ տանը չես։ Դու զանգում ես Սերգեյին, Հա։ բայց առանց Բայց ծիծաղի։ կարող է իրան չասենք, որ պրիկոլ էր իսկականից։ Չասեցին, է։ Նայ, դու զանգում ես Սերգեյին, Հա, բայց առանց ծիծաղի։ հա։ Շատ լուրջ դեպք ես ասում, ու ասում ես, որ դու մոտակա մի ամիսը չես կարող առում կոմեդիում նկարվես։ Ու ոնց ուզում է ինքը պետքա տակից դուրս գա։ Դա ինչ Ու ասում ես, որ չես կա, ասա չեմ կարա բացատրեմ ինչի չէ։ Կներես վաղինակ։ Վաղինակ։ Մի րոպե, մի զանգի հələ, պետքա Կոկլյուշ ամ։ Լավ բանա պետք է իրան։ մի հատ Բայց մի հատ հայրեն անուն Չի եկել, պետք է լավ բաժել։ լուրջ բան։ Այստեղ Նարեկին չենք բաժում։ Կարմերուկը բանը Չէ, ոչ, ավելի ինտրիգային չէ, չեմ ուզում որ ինքը մտածի դու հիվանդ ես, չես կարա։ զանգում ենք վաղինակին։ Բայց կտանջես էլի իրան էլ։ Միջը վերջ։ Նարեկին ասում ես առմ կոմեդին, այսուհետ միայն քեզ համար եմ նայելու։ Էլ վաղինակին չենք սիրում։ Հա, Նարեկ, Բալուս, այլուս։ լավ ես։ Հա, Ապե, քիչ խառնեմ, բայց ասա։ Ֆարնես մի հատ կարևոր բան է, էլի պրոստը։ Լսի, մի հատ բան ա եղել, ոչ մի կարճ ասեմ, էլի, կարաս մոտակա մի ամիսը առմ կոմեդին առանց ինձ վարես։ Հա, իհարկե։ Եթե պետք է։ Դե, հա էլի ոնց որ մի հատ չեմ ուզում տենց դաժե հեռախոսով ասեմ։ Okay։
Ինձ թվում է Okay. Դե հաշ չկա։ Դե ուրեմն ես բան կանեմ։ Երկու հոգոտեղ կոմանիկյանը կդնեմ։ Իրեն ոչ մեկ տարբերությունը չես գա ինձ թվում է։ լավ, լավ։ Իսկ կարող է մարկինեմ 2 օր պայես։ Հա, вообще դերոնց բարեն կարասողարկես։ Տատիկ պապիկով։ Դե վсё։ Կծես չայ խանես։ Լավ, լավ։ Okay, Վաղինակ ջան, ստեսություն, давайте։ Да. Անգամ եթե բառերը չգիտեք, ֆրազան երգից է։ Մաղում ես, լցնում ես, աղում ես, աղում ես։ Ինչ ես անում։ Պատրաստում ես, խառնում ես, խառնում ես։ Ուտում ես, ֆրթացնում ես, շերեփ, աման, աման։ Բղինց, գազոջախ, ապսե, ճաշը խառնում ես, ճաշը էփում ես, լվացք ես անում, փռում ես, ճաշը ես էփում, լվացք ես անում ու փռում ես, Ճաշը էփել, լվացք արել, փռել եմ։ Այո։ Խես իրարվածն եմ։ Oh, you guys. Սկսեմ։ Давай. Ասա, գուշ սկսի։ Դու մատ շուրթեր պաչիկ ամփույր սուս մնա դուսուս նառա դուսուս նարեկ յանուն նարեկի շուրթեր նարեկացու դուսապսակ Yes. Հոլովի էլի փայ։ Ես դու նա նրանց ռուսական կրթություն ունի։ Դու Այսինչ է։ Էդի գուշակել ես արդեն։ Շուրթերն է։ Հա, ում շուրթերը։ Նրա շուրթերը։ Հա, Իմ շուրթերը։ Իմ շուրթերը։ շուրթերը։ Իմ քո շուրթերը։ Հա։ Ասա հիմա ինչ գուշակեցի։ Քո շուրթերը։ Ահա։ Շուրթերդ անուշ, շուրթերդ անուշ։ Հա, դա համբուրեմ։ Բասի։ Անդին չի։ Միայն քո շուրթերը, բասի։ Ինձ մոտ էս լիքը երկա։ Շուրթերով ըմպել, խմել։ Շուրթերից Մի երկու գուշակի, դու չգիտես այդ երկը հաստատ։ Դու գուշակի պարզ, ինչ եմ վարտեր ցույց բերեմ տալի։ պարտեզից Կարամ գնամ տուն։ շուրթեր։ Ինչ եմ ցույց տալի, Քո շուրթերը Ինչ։ գլգլան Ինչ եմ ցույց տա, ինչ եմ խառնում են։ Ինչ է այսի, ինչ եմ խմում։ Թան Թանն են սենց խառնում խմում։ Մարտինին Էլ ոչ մեկ առում կոմեդի չի նայ։ Կոմասի խառնում խմելուց առաջ բացի թանից։ Գինին են սենց հանում։ Հիմա Դե սենց ցույց գինի։ Քո շուրթերը գինու պես, Չէ։ գինու նման, գինու բուրգեն։ Գինին հիշի ու Ահա։ Կուրծք։ Գինու կուրծքեր։ Որտ ես նայում։ Քո շուրթերը գինով Գինե ինչ։ տուն։ Քո շուրթերը գինետան ճանապարհին գինետան։ Ճանապարհ չեմ ցույց տվել, ինչ ցույց եմ տվել։ Քո շուրթերը գինետուն։ Ինձ համար գինետուն են ինձ համար։ Հա? Այո, տոնջվեցի։ շատ լավն էր, ապրեք ժողովուրդ, իսկական շատ հավես զույգ եք։ Всё, ես էլի կոնկուրսներ եմ ուզում։ Էլի ես ուզում։ Մարդկանց գժվիսն եմ։ Նարեկ ես նոր եմ YouTube-ում, ամբողջ կյանքում աշխատել եմ հեռուստատեսությունում ու նոր եմ սովորել մարդկանց ասել, որ բաժանորդագրեր, բայց դուք եք հան լավ եք անում, կարամ մաստեր կլաս եմ։ Մաստեր արա։ Մաժանորդակ։ Մի անգամից վատա։
բաժանորդագրվեք հենց հիմա, մենք ձեզ նույնիսկ հիմա ժամանակը կտանք։ Եկեք sense 10 վայրկյան, մենք ոչ մի բան չենք ասում, այն subscribe, подписаться, այդ հիմա սխում եք, նայեք, սպասում ենք։ Սաղս հիմա ձեզ ենք սպասում, բոլորին դուք եք սպասացնում, ով որ չի բաժանորդագրվել, ահա, շնորհակալություն։ Շատ ապրես, իրոք վաու, շատ թույն պետք է սովորը։ Professional level։ Շատ մարդիկ կան, որ շատ շուտ ազվիոզ անում, շատ անիմն էլ։ Հա, տենց որ sense իրանք sense գալիս են ու այն բոլոր ատրիբուտները աստղի արդեն ունեն, բացի այն ինչ որ տաղանդավոր որևիցե բան անելուց, էլի, այդ բացի։ Արագ են ձեռք բերում, հիմնական այդ դեպքերում էլ լինում է շատ արագ աստղային տաները, որը շատ արագ էլ ավարտվում է։ Հա։ Ազիզ ջան, մարտի 10-ն է, ինչ է աշխում, մյուս մարտի 8-ի համար։ Այս ուղարկել եմ նվիրել է սա։ Այն հաջորդ մարտի 8-ի համար հիմիկվա ինձ ենք պլանավորում։ Արդյոք ապրիլի 7-ն է հենց որ։ Ապրիլի 7-ը դες լուրջ տոն չի, մի վայրկյան։ Ապրիլի 7-ի շինծու տոն է։ Այո։ Բա մարտի 8-ի հայրության տոն էր, բա ինչ է։ Ես տանջվել եմ։ Էդի մենք դա գնահատում ենք մարտի 8-ին։ Չէ, սա կանանց տոնն է, պարտադիր չմայրին է այսօր։ Ես չգիտեմ, ես չեմ ընդունում։ Կանանց իրավունքների օրն է, եկեք չշփոթենք, իրավունքների պաշտպանության օրն է։ Դե իսկ ուրեմն ձեզ բան գրիչ կնվիրենք, որ ստորագրեք ինչ-որ փաստաթղթեր, ոչ թե ծաղիկ։ Ով է ավելի շատ գումար ծախսում շոփինգի վրա։ Չասես ես։ Կպատմեմ ջամպրուկի պատմում։ Ի պատմի։ Սաղ պատմի, հեսա ես կպատմեմ ջամպրուկի։ Մի կյանքս ուտում եմ մի հատ ջամպրուկով։ Մի ջամպրուկ, մեկ ջամպրուկով եք ճանապարհորդում։ Չէ, մի ջամպրուկի պատմություն էր հենց այդ Աբու Դաբիում։ Ես շատ հեռու եմ բրենդամոլությունից։ Ինձնից ավելի հեռու չկա էլի մարդն, որ տենց вообще չի նայում, բայց գնացինք մի հատ տենց շատ շքեղ բրենդի ճամպրուկ էր, որը տենց ինչ-որ 90% զեղչվել էր։ Պետք է ճամպրուկ առնենք, կամ ինչ-որ անկապ բան էր, որը նույն գնի էր։ Չէ, լավն էր։ Հա, լավն էր։ Ու ես ասացի դե արի բան անենք, միջև հիմա բան, օ դու ինչ-որ պանտյավշիկ բանով ես։ Ոչ, նայեք, ես հաճախ եմ շոփինգ անում, ուղղակի։ Ինքը շատ գումար է։ Երբ որ գնում ենք просто շատ սվերխ luxury բան էր, որը տես կոպեկներ էր դարել։ Ինքը ուղղակի որ գնում ենք երկրից, իր համար sense full shopping անում ու Հայաստանից գրեթե ոչինչ չի գնում ու ստացվում որ ես եմ անում, բայց եթե հաշվարկենք, ինքը ավելի շատ է ծախսում։ Ահա, շատ լավ։ Իսկ դու մի հաշվի ուրիշի shopping-ը։